ԱՄՆ Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնը հրապարակել է հոդված, որում մանրամասն ներկայացվում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա և տնտեսական ու աշխարհաքաղաքական օգուտները։ Ինչպես կարող է Թրամփի հաղթանակը նպաստել ԱՄՆ շահերի առաջմղմանը Հարավային Կովկասում խորագրով հոդվածի հեղինակներն են Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրենի տեղակալ Էնդրյու Դանիերին և Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփշտեյնը։ Նրանց համոզմամբ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված համաձայնությամբ կառուցվող թրիպը կարող է պատմության մեջ մտնել որպես Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի արտաքին քաղաքական ամենատպավորիչ նվաճումներից մեկը։ Օրերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնեցին ծրագրի իրականացման մանրամասները։ Ամերիկյան ընկերությունը 49 տարի նախնական ժամկետով պատասխանատու կլինի թրիպի զարգացման համար, ստանալով դրա 74% բաժնեմասը, իսկ Հայաստանը 26%-ը։ Ակնկալվում է, որ համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, իսկ բաժնեմասերի հարաբերակցությունը կփոխվի 51-49-ի։ Այս պայմանավորվածությունը երկու կողմի համար էլ օգտակար կլինի։ Սպիտակ տունը կարող է ամերիկացիներին ասել, որ իրենք տնտեսական շահույթ են ստանում Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունից և նոր հնարավորություններ են բացում ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ Հայաստանի համար համաձայնագիրը ենթակառուցվածքներում արևմտյան ներդրումներ ներգրավելու միջոց է, ինչին Փաշինյանը ձգտում էր իր խաղաղության խաչմերուկ նախաձեռնության միջոցով։ Դա կարող է օգնել Հայաստանին դիրքավորվել որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց, միաժամանակ պահպանելով վերահսկողությունը իր տարածքի նկատմամբ։ Ըստ հոդվածի թրիպը կարող է նաև մեծ առավելություններ բերել Վաշինգտոնին, Երևանին և ավելի լայն Կասպյան տարածաշրջանին։ Վաշինգտոնը և նրա եվրոպացի գործընկերները միջին միջանցքը դիտարկում են որպես Ասիայի հետ ցամաքային առևտրում Ռուսաստանը շրջանցելու միջոց, այդ թվում Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի հնարավոր արտահանման համար։ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները ձգտում են բարգավաճման, համաշխարհային շուկաներին ավելի լավ ինտեգրման միջոցով։ Թրիպը ապահովում է Կովկասով անցնող ևս մեկ երթուղի, մեծացնելով հնարավոր փոխադրումների ծավալները։ Հոդվածի հեղինակներն ընդգծում են թրիպի հաջող իրագործումն ավելի էժան և արագ կդարձնի Կենտրոնական Ասիայից Եվրոպա և Անդին ապրանքների և հումքի մատակարարումները։ Վերլուծաբանները նաև նշում են, որ նախագծի իրագործումը ոչ միայն նախագահ Թրամփի վարչակազմի նվաճումն է, այլև կարևոր ձեռքբերում Հայաստանի համար Ռուսաստանից կախվածության թուլացման առումով։ Գիտակցելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանի լծակները թուլացնելու և իրական անկախություն ձեռք բերելու միակ ճանապարհն է, Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ։ Միաժամանակ Հայաստանը խոշոր պաշտպանական համաձայնագրեր է կնքել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ։ Միևնույն ժամանակ հոդվածի հեղինակները շեշտում են, ԱՄՆ-ն միակ տերությունն է, որ կարող է Հայաստանին առաջարկել կախվածությունների թուլացման հնարավորություն։ Հոդվածագիրները նկատել են, որ այս քայլերը տեղի են ունենում Հայաստանի համար կարևորագույն ժամանակներում, նկատի ունենալով 2026 թվականի հունիսին Հանրապետությունում սպասվող խորհրդարանական ընտրությունները։ 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ պետք է ցույց տալ, որ խաղաղության և արևմուտքի հետ կապեր ստեղծելու ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Արդեն իսկ կան որոշ արդյունքներ։ Ադրբեջանը սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան, ինչի շնորհիվ վառելիքի գները 15%-ով նվազել են։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձևավորվող կայունությունը և տարածաշրջանային ինտեգրումը կարող են Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր և ապահովել ավելի հեշտ հասանելիություն եվրոպական շուկային։ Հոդվածում միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանն ընտրություններին ընդառաջ տեղեկատվական միջոցներով և կեղծ լուրերով քայլեր է ձեռնարկում վարչապետ Փաշինյանի դեմ։ Փորձագետների կանխատեսմամբ Մոսկվան առաջիկայում կընդլայնի այդ ջանքերը։ Թրիպ երթուղու կյանքի կոչումն ըստ հեղինակների կառուցողական գործընկերության մոդել է, որը Սպիտակ տունը պետք է օգտագործի աշխարհի այլ մասերում։ Նախագիծն ամերիկյան ընկերությունների համար կստեղծի հնարավորություններ ամբողջացնելու միջին միջանցքը, ինչը մեծ օգուտներ կբերի Միացյալ Նահանգներին, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նրա գործընկերներին։ Հեղինակները եզրափակել են, թրիպի իրագործման դեպքում ինչպես Հայաստանն, այնպես էլ Ադրբեջանը կարող են իրենց ինքնիշխանության իրացման և երկու ժողովուրդների շահերից բխող քաղաքականություն իրականացնելու ազատություն ստանալ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։